Երեկ երեկոյան Դամասկոսի կենտրոնական հրապարակներից մեկում հրթիռի պայթյունից կրկին հայ է զոհվել։ Սիրիահայ լրագրող Զարմիկ Պողիկյանը Ազատության հետ զրույցում պատմեց, որ 60-ամյա Սարգիս Պարսիկյանն արեստավոր էր, երկար տարիներ մայրաքաղաք Դամասկոսում էր բնակվում։ Վիրավորված է եւ ոտքերը գոդրված են, անմիջապես փոխադրված է հիվանդանոց, փորձած են վիրահատությամբ կյանքը փրկել, սակայն չեն աջակցել բախտաբար։ Լրագրողի փոխանցմամբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրթիռակոծությունները հաճախակի են դարձել հատկապես քրիստոնյաներով բնակեցված թաղամասերում։ Նա սակայն հերքեց մամուլում տարածված լուրերը, թե ահաբեկիչները գրավել են Դամասկոսի մի քանի հայկական թաղամասեր։ Այսպիսի բան գոյություն չունի, անիմը լուրեր էր անում։ Հրթիռակոծի շրջաններ, ինչպես օրինակ Ջարամանը շրջանը, որ 2 օր առաջ փուրն հրթիռակոծման ենթարկվեցավ, սակայն թափանցումներ չկան։ Զարմիկ Պողիկյանը նշեց, որ իրավիճակը առավել ծանր է Հալեպում, որտեղ այս շաբաթ կրկին էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման խնդիր է առաջացել։ Հիմա ներկայիս կրկին շուր եւ էլեկտրականություն չկա։ Անցյալ շաբաթ համեմատաբար լավ էր, գայուն դարձել։ Հրթիռակոծվող Սիրիայի թեման մետրոպոլիտենի հանրապետության հրապարակ կայարանի գետնանցումում ամենաշատ քննարկվողներից է։ Պատերազմական երկրից հեռացած սիրիահայերն այստեղ կրպակներ են բացել ու տարածքը Հալեպի շուկա անվանել։ Սարգիս Քիրազյանն, ով արևելյան համեմունքների վաճառքով է զբաղվում, ընտանիքի հետ 3 տարի առաջ է Հայաստան տեղափոխվել, այնտեղ թողնելով հորեղբորն ու մյուս հարազատներին։ Նրանց հետ այս օրերին դժվարությամբ է կարողանում կապ հաստատել։ Չէ, կապ չկա, չի վրնում արդեն ինքը, մենակ բանա, զանգ ա տալի, բայց այնտեղ չի հասնում։ Ինքը վերջի անգամ սեպտեմբերի 1-ին ա եղել կապի վրա։ Այս անհանգիստ վիճակը մեզ համար արդեն սովորական է դարձել, ասում է սիրիահայ երիտասարդը։ Վիճակը ցավալի է այնտեղ, այսօր ամիսներով առանց ջուր, էլեկտրականություն, վարելանյութ եւ այլն եւ ռմբակոծման տակ։ Այսինքն ամեն վարյան իրանք վտանգի տակ են։ Արդեն իրանք են, հենց կապ լինում արդեն մեզ զանգահարում են, որ սենցա վիճակը, սենցա։ Չնայած պատերազմական վիճակին սեպտեմբերի 2-րդ կեսին կսկսեն գործել հայկական վարժարանները։ Տեղական իշխանությունները սակայն հաշվի առնելով աշակերտների օրորի պակասող թիվը եւ տնտեսական ծանր վիճակը որոշել են վարժարաններից մի քանիսը միավորել։ Հայտնի չէ, թե պատերազմական երկրում քանի հայ է շարունակում ապրել։ Տեղացիների փոխանցմամբ միայն Հալեպից վերջին 4 տարիների ընթացքում շուրջ 60,000 հայ արտագաղթել է։